Թեև Սերժ Սարգսյանը անձամբ էր խոստացել, որ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը կբարեփոխվի եւ այդ մասին հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, բայց օրենքի ամենամտահոգիչ մրցութային կարգի եւ ընտրությունը հիմնավորելու հարցում որևէ փոփոխություն ակնկալել պետք չէ։ Մրցույթն արդեն հայտարարված է, ինչ է նշանակում հայտարարված մրցույթի պայմանները պիտի փոխենք։ Մեկ ամսից հեռուստաընկերությունները հայտ էր կներկայացնեն հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով հեռուստարադիո աջակցությունների թվային մրցույթին մասնակցելու համար։ Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվում է հանդիպում ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի եւ ազգային ժողովի ընտրած կամ նշանակած հեռահ անդամների միջև։ Նրանք կներկայացնեն, թե ինչ կարգի փոփոխություններ են եղել, ինչ կարգեր են ընդունվել։ Հանձնաժողովի անդամներով դրանից հետո կորոշենք, ոչ թե կորոշենք, կհստակեցնենք մեր անելիքները։ Առաջիկայում նույն հանձնաժողովում լսումներ են իրականացվելու լեզվի մասին օրենքում երկրորդ ընթերցումից առաջ փոփոխություններ անելու վերաբերյալ։ Փոփոխությունների նախագիծ սակայն առայժմ չկա։ Հանձնաժողովն ակնկալում է առաջարկություններ լսել լսումների ընթացքում, ապա միայն որոշում կայացնել։ Լսում բառը հենց ինքը ենթադրում է լսում։ Եվ ինչու՞ չէ, եթե առաջարկություններ կլինեն, մենք անպայման կլսենք եւ ինչու՞ չէ, շատ հնարավոր է, որ գնանք ձեր նշած հենց այդ արմատական փոփոխությունների ճանապարհով։ Դիանա Մարկոսյան, IPV